Բադրյան, լրագրողը ինձ հարց է տալիս, ասում ումից եք պահանջում, ասում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից եք պահանջում, Արցախի ներկայացուցչության ներկայացուցիչից եք պահանջում, մեր բոլոր կուսակցության ղեկավարներից եք պահանջում, որ առանց մեր կարծիքը հաշվի առնելու մեր մասով որոշում ենք կայացնում, սահմանադրություն են փոխում, մենք տեսել եք սահմանադրության փոխելը, առանց ժողովրդի նախագահ ընտրելը, մեզ ինչ օրի է հասցրել, նույն սխալը չթողեք կրկնվի, հետո ասում Սիպիլից հացը կվտլավ, պաղչինը շատ տղանա կարող այդ չի իտը, ջինիս տասնասենին ծեպ կապած մնկացավ, մեր վիճակը տիան է, ասում ահու բդիտա, ասում են արկացի Լուկասյանը արգի հանքոն է, իսել ասում 30 տարի պատերյա ծոր են պոկը, հանդիսացալ արկացի Լուկասյանեն սեփականությունը, ամիսը 30 միլիոն դրամով տված այդ պետությանը, սա պյորպատը օգանոսկունն է, ճապարայինը պոկը բանո են է, այսինքն խնդիրը վերմա, եթե մուկոտիկ ես ինվորմացիա, մերից վախիկը, բարձրացայնից տասնակ կա թե չկա, ես պային վեշմինի մեղադուրում չը, ասում եմ դուք սա եք գիտում, հետո քշերմացեք գիտացեք, կա թե չկա, ինտերնետային սոցիալական ցանցերով մեկնաբանությունները արեք, ժողովուրդ չկա, դուք սխալ եք իմացեք, կամ ժողովուրդ կա ձեր ցավը տանի, որ այսքան է բարձրացայնին եք, իմ ասածս, իմ պահանջս այսօր էտ է, ուստեից չեմ գնալու, միջև ես հարցերի պատասխանը չլսեմ, Մենք չենք ձևավորել 10 հոգին, 10 հոգին առաջարկություն եկել է այն գլխից իրանց մասով, մարդու իրավունքների պաշտպանի, իրոք է խոսում, մարդու իրավունքների պաշտպանի, չէ ես մարդու իրավունքների պաշտպան, պայմանավորվածություն ենք ձերքերը, որ ժողովուրդը մտնում է շենքի հայակ, ակուրատ ես էլ հայտարարել եմ, խնդրել եմ, պահանջել եմ, ոստիկանական համակարգին խնդրել եմ, որ մեր դեմը կանյա, որպեսզի շենքի ոչ մեկ մոտնիկ չգնա։ Առաջ եկեք, ժողովուրդ, առաջ եկեք, բոլորդ է պիեսյանը մոզիկացի։ Հետա մեր պատասխանը ենք չիլա, սամեր շարամայր, սրտացում ասում, դուք մզ է տենա չակամ չնոտ է։ Մի ռոպ է հանգստած, ճղճղամ է։ Ձեզ առաջարկ ալավ, 10 հոգի, ու էլ պատրաստա, հանդիպի իզներ, կյան իզներ հանդիպի։ Ես ուզում բոլորի տեղեկացնիմ այսօրվա իրավիճակի պատասխանատուներին մասին։ Այսօրվա կազմակերպիչները բազմիցս, լսում ժողովուրդ, բազմիցս հնարավորություն ունենացալ ինձ հետ հանդիպելու։ Ես տասնյակ անգամ հանդիպել եմ իրանց հետ։ Ներկայացությունից դուրս 5 հոգով, 10 հոգով, մանրամասը ներկայացրել իրավիճակը։ Իրանք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Ներկայացվել է թալանի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մի րոպե նահապետ հանգիստ։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով դեռ 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործություն է գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ շրջանակներում ես հրավիրվել եմ նաև որպես վկա հարցաքննության։ Արգրավել է ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք տեղյակ են ինչ է կատարվել Արցախում ներդրումային հիմնադրամում։ Այդ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել են նաև պետական պաշտոնյաներ, ներդրումային հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ։ Վերջերս մենք նաև տեղեկատվական շտաբով տեղեկատվություն ենք տարածել այս ամեն ինչի մասին եւ հորդորել ենք նորից իրավապահ համակարգին
ակտիվացնել գործողությունները այդ նպատակով։ Ես լավ տեղյակ եմ ձեր կողմից ներկայացված պահանջին։ Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին իմ միանալը, ես համարում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, սա քաղաքացիական ակցիա է, եւ ես միայն ողջունում եմ, եթե հանրային ճնշում լինի ձեր կողմից իրավաբար համակարգին այս հարցերին իրավական լուծում տալու համար։ Ինչքան ես հասկանում եմ, ձեր կողմից չկա տրամադրություն այս հարցերը լուծել փողոցային հաշվեհարդարի տեսքով։ Նահապետ, մի րոպե։ Եվ նահապետ, դու եւ քո ընկերները հնարավորություն եք ունեցել իմ հետ հանդիպելու։ Ձեր կողմից եղել է առաջարկ ստեղծել հասարակական կազմակերպություն եւ խնդրել եք ինձ, որպեսզի ձեզ լիազորեմ այդ հարցերով զբաղվելու համար։ Ես այդ համաձայնությունը ձեզ տվել եմ եւ օգնել ենք ձեզ հասարակական կազմակերպություն գրանցելու համար Հայաստանի Հանրապետությունում։ Ասել եք կա խնդիր տրանսպորտային միջոցի, նաեւ տրանսպորտային միջոց ենք տրամադրել, որ դուք զբաղվեք այդ հարցերով։ Այդ լիազորագրի հետևից որևիցե մեկը չի եկել։ Եվ այսօր կազմակերպել այս ակցիան եւ ասել, որ որևիցե աշխատանք չի իրականացում մեր կողմից, դա արդար չի։ Որևիցե մեկը, ով ցանկություն է հայտնել հանդիպել Արցախի նախագահի հետ, այդ հնարավորությունը ունեցել է։ Ես ինչ Թոմաս Պարիչ ձեր հարցերին պատասխանեցի կապված ձեր կողմից բարձրացված հարցերի թալանի վերադարձի հետ։ Հաջորդը, եւ դուք շեշտում եք, որ կամ մեզ առաջնորդի, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետևյալը։ Արցախի սահմանադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն մայիսի 21-ից հետո։ Եվ այդ ձեր նշած անձը կարող է դիմել ազգային ժողով եւ համապատասխան ձևով գրանցվել է որպես հնարավոր տեխնացու ներկայանալ։ Ինչ վերաբերում է առաջնորդությանը, առաջնորդությունը չի լինում միայն փողոցային։ Եթե այդպես լինի, ցանկացած հաղորդավար կլինի առաջնորդ։ Ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ ինձ վրա այդ պատասխանատվությունը։ Եվ այսօր այս ժողովուրդ այստեղ գտնվելը դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից ժողովրդի դուրս բերելու համար գոյություն չունի։ Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ իրականացնել, բացել Հակարի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Դուք շատ լավ տեղյակ եք դրա մասին։ Ու մեր նպատակը եղել է փրկել մեր զինծառայողներին, մեր ժողովրդին եւ թույլ տալ խաղաղ ճանապարհով դուրս գալ այս իրավիճակից։ Ես պատրաստ եմ ցանկացած ձեր հարցին պատասխանել։ Ժողովուրդ մի րոպե ապա։ Ժողովուրդ թավարական տարբերակով։ Որևիցե մեկին այստեղ ես այդպիսի բան չի եղել, որ ես չընդունեմ, չլսեմ, չփորձեմ հասկանալ կամ օգնել մեր իրավասության սահմաններում, այսօրվա մեր իրավիճակում։ Խնդրեմ։ Ուրեմն ինչ վերաբերում է, որ բոլորը եւ իմաստը այս հավաքի։ Ուրեմն ասեմ, քանի որ այն հարցերը, որ մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք, չնայած որոշ պատասխաններ եղել է, բայց բավարար չի, այդ հարցերը հուզում է գրեթե բոլոր արցախցիներին։ Հնարավոր չի 5-5 կանգ ձեր հետ խոսենք։ Եվ լինելով այն պաշտոնին, որ դուք եք, դա ձեր ուղղակի ուղիղ պարտականությունն է պարբերաբար ժողովրդի հետ ժողովուրդ հանդես գալ եւ ժողովրդին հուզող հարցերի պատասխանը տալ ու պատասխանը տալ հրապարակային, որովհետեւ sense մի խնդիր կա։ Ձեզնից են ուզում աբիջապես լսել, որ 5 հոգի մտնեն ձեր հետ խոսան, դուրս գան ասեն Շախրամանյանը սենց է ասել, դա այն չի, մարդիկ ուզում են անմիջապես ձեզնից պատասխան լսել եւ այս հավաքի իմաստը սրանումն է, քանի որ դուք շատ ուշ եք եթերներով հանդես գալի։ Ու ստեղ ոչ մի բան չկա, եթե խաղաղ ոնց տեսնում եք, եթե վախտին դուրս գայիք ավելի հանգիստ կներ ամեն ինչ։ Ինչ վերաբերվում է պայքարին, ասում եք պայքարում են, բայց պայքարը չի նշանակում, որ պետք է փողոցով գամ ձեր հետ քայլեմ։ Մենք չենք ասում փողոցով եկեք քայլեք։ Մեզ խնդիր ունենք, ձեզ բոլորիդ հայտնի, որ կապված այդ սոցիալական վճարումների դադարեցման մասով արցախցիների մի զգալի հատված
ծանր սոցիալական պայմաններում է հայտնվում վիճակում։ Հիմա հարց, ձեր կոնկրետ անելիքը դրա համար, որպեսզի ժողովրդին այդ վիճակից դուրս հանեք։ Խնդրում ենք ողջամիտ ու տրամաբանական պատասխան։ Դեռ այսքանը։ Ուրեմն ինձ վերաբերում է սոցիալական իրավիճակը։ Տեղյակ եք հանրապետություն բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է Հայաստանի կառավարությունը։ Մենք որևիցե հնարավորություն ազդելու այդ որոշումների վրա մշակելու, հաստատելու չունենք։ Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ծայրահեղ ծանր եւ դադարեցնելով այս 50,000-ականները նաեւ հայտնվելով են փողոցներում։ Այդ նպատակով նաեւ մենք համագործակցում ենք վերջի հանրահավաքի ընթացքում լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանելու այդ ստեղծված խմբի հետ։ Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել եւ կոորդինացնում ենք մեր աշխատանքները։ Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարությունում ձևավորել որոշումներից, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում։ Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը, որ մենք, այո, ունենք այդ խնդիրը սոցիալական հարցերը մեր ժողովրդին լուծելու, բայց հնարավորությունը չունենք։ Դա ես մեր ժողովրդի առաջ եմ ասում։ Եվ մի հարց է, ինչ վերաբերվում է կողքի տեսնում կաղնած Յուրան, նա համպես սպասում ավեր պատասխանը։ Մի րոպե, ես ուզում նաև Յուրայի այս վերջի 2 օր առաջ հանրահավաքի ընթացքում ստեղ փոքր հնչեցրած թեզերին անդրադառնամ։ Նա ճիշտ կլինի Յուրա, շատ լավ գիտում ճանաչում։ Ես էլ եմ քեզ շատ լավ ճանաչում։ Հիմա մեր ժողովրդի կողմից մի րոպե Արտուր, մի րոպե։ Ես ուզում եմ ժողովուրդն էլ տեղյակ լինի։ Այսօր ներդրումային հիմնադրամի գումարների համար պայքարողների մի մասը այստեղ վեր հավաքին գրել կարող $500,000 պարտ ունենաք։ Ես ուզում չում մանրամասը անդրադառնամ, բայց դուք իմացիք։ Եվ եթե խոսում եք Թալանի մասին, հենց դուք պիտի լինիք արդար։ Ես դրա կողմնակիցն եմ։ Այսքանը, եթե կա անհրաժեշտություն առանձին էլ կարիմ ձեզ բացատրեմ։ Հաջորդ հարցը լսում։ Ուրեմն դիվայդա, պարոն Շահրամյանը, մի սեկունդ։ Այ ասում եք ինչ հնարավոր է անել, արել եք, արդյունք չկա, խոշոր հաշվով ու ինչ-որ սպասել նոր անելիքներ են չկա։ Բայց ասում եք հանրային ճնշումով փորձեք այդ թալանածը վերադարձնել։ Արցախցիները բազմիցս գնացել են դատախազություն այդ գործերում, չեն ընդունել։ Դրա համար, այդ նույն հանրային ճնշման համար մենք հրապարակային այդ հայտարարություն արել ենք։ Ուրեմն օր ժամ ենք որոշում, դատախազության առջև մենք կանգնում դուք մտեք, ողջ ընդունենք, իմանանք, որ արել եք, չեն ընդունել։ Մտեք, այդ ժողովուրդը ասեք, իրանք այս հարցին են սպասում։ Այդ թալանածը ոնց դատաիրավական պրոցես արագացնենք, որ մարդիկ աղետում չհայտնեն։ Եկել մի ուրիշ բան, որ ասում եք ստեղ հավաքվածներին, չգիտեմ ում գումարային $500,000, հավատացեք հիմնադրամում այնպիսի գումարներ է յուրացվել, որ $500,000 այսքանի մեջի բաժանած դասկի սովորական մարդիկ են երի մեկը մի $5 միլիոն, $10 միլիոն վար կա վերցել։ Մենք խոսում ենք, պարոն Շահրամանյան, դուք էլ տեղյակ եք, համանավանդ 2 տարի ԱԱԾ-ի պետ եք եղել Արցախում։ Ու Արցախը գիտենք, Տելեկոմով, ոսկի անկով ոնց է թալանվել որոշ վերնախավում։ Մի բան էլ չեք արել, բայց թողեք մի կողմ է։ Հիմա այս վիճակում ենք, որ հիմա ենք հայտնվել։ Դա կարիքը։ Միասին գնում ենք։ Դուք մտնում եք, ձեզ կմերժեն, կիմանանք, որ դուք ձեր անելիքը իրոք արել եք, նույնիսկ հանրային ճնշումը որպեսզի լինի, չի ստացվել, այն վաղ արդեն ձեզ հարցեր չունենք։ Բայց ես քեզ հասկացա։ Եթե դուք գտնում եք, որ դուք ներկայացնում եք ժողովրդին, մեր արցախցիներին, ոչ թե մի խումբ մարդկանց, ես պատրաստ եմ ձեր հետ միասին գալ ներկայանալ դատախազություն, ներկայանալ քննչական կոմիտեի, նման առաջարկ իմ կողմից եղել է նաև նախաձեռնող խմբին, որ պայմանավորվեն քննչական կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի դուք գնաք հանդիպեք եւ ձեր հարցերը դնեք իրենց առաջ։ Այսօրվա միջոցառման
նաև կազմակերպիչների հետ ես 3 4 օրը խոսացել եմ հեռախոսով։ Մենք պայմանավորվել ենք, որ իրենք պիտի գան։ Մենք հարցերը քննարկենք։ Ես պատրաստական եմ ձեր հետ միասին, ոչ թե քայլելով գնանք, պայմանավորենք դատախազի հետ, գնանք մտնենք մոտու ձեր ներկայությամբ։ Դուք ուղղեք ձեր հարցերը, ստացեք սպառիչ պատասխաններ։ Կարող եք ուշադրությունով process պայմանավորվել, բոլորս միասին ձեր հետ միասին դատախազության հարցեր մի ժամ այնտեղ էլ արդեն հավաքենք գործերը առաջ տան։ Ինձ ուղարկեք ձեր կողմից այն մարդկանց ցանկը, ովքեր պատրաստ է հանդիպելու եւ ներկայացնելու հարցեր։ Մարդիկ կսպասեն, դուք մտեք իրանք խոհանցեք են հարցը, որ մեզ աղուսում վարցվեք, ես հավաքայություն կերես քանի ուղիչ հանրայնը, ես համոզված եմ, որ դուք են գիտեք, որ այս հարցը, որը բարձրացրել ենք, մեծամասնության շահերի համար և մեծամասնության հետաքրքրում բոլորին ունեն խոսալն դիրներ։ Ես վերաբերում և իրանց խնդիրնա։ Սա ունենք որպես պահ։ Նեմանացած դրասից ձեր ուղակի մասնավորվածությունում ու պարտականությունա, իներով են պարտություն, որի կոնսուլտա։ ինչ վերաբերում այն պարտականություններին, ես շատ լավ գիտեմ ինչ այն պարտական։ Հարցը կբարձրացնենք, եթե կընդունենք, ընդունենք։ Իմ հետ միասին մտեք եւ ժողովրդին ներկայացրեք։ Այս հանրահավաքի ակտիվիստներից մեկն էլ դու ես։ Մտնենք, լսի եւ ներկայացրու ձեր պահանջները։ Էլ ինչ ասել։ Բոլոր ժողովուրդ պատրաստ, եթե պետք է կոնկրետ քարակ կրտի, այդ տարբերակի մասին կմտածենք, ես մինչև իրակի օրը պատասխանը կտանենք։ Իսկ ինչի վերաբերում է ասում։ Նա պետք մի րոպե։ Ուրեմն երկուշաբթի օրը ժամը 10-ին ձեր կողմից ստեղծված նախաձեռնող խմբի սպասում քննարկելու այդ հնարավոր բոլոր զարգացումները, մտնելու դատախազություն, քննչական կոմիտե, այդ հարցերի պատասխանները ոնց եք հասցնելու մեր ժողովրդին, եւ պետք է ժողովրդին բացատրել, որ դա երկարաժամկետ process է, ու տես չի, որ այդ թալանածը վերցնելու են բաժանեն բոլորին։ Դա պիտի վերադարձվի Հայաստանի պետբյուջե, որտեղից սոցիալական հարցերը պետք է լուծվի մեր ժողովրդին։ Հանուն արագացների, պրոֆեսոր արագացների, նշում եմ անհատական մարդու, Սենասում, Արցախը թալանած մարդկանց, ովքեր ինչը զդաչի է չի, դա 100%-անոց բակի է, միրոպ է սպասում։ Իսկ ինչը վերաբերում ասի ընդհանուր թալան է, մուք սաղս գյուդում, ժողովրդի կողմից, բերեք, հասե այսքան հավաքված մարդկանց կողմից, առաջադրում եք մի հատ առաջարկությունը քեզանով, Արցախի տեղեկատվական շտաբով, մինչև էքյուց կեսոն, խնդրանք ու պահանջ, հրապարակումը, ինչ նյութեր եք տուալ, հնչական են, հրապարակումը, ինչ նյութեր դուք գյուտում եք, հրապարակումը, այդ վերասում եք ժոսկից իսկ երեկա, էսմինը կա, էմինը կա, ֆլեշկավ տարամադրի, մարդիկ երեք գնում Արցախ բանկը, մարդուկ հետևից հիմնավոր պատասխանմս մինակ մին ձևան տամ, ասմա ծեր փող են տար չոն է, բարիս բունի մաստավ ժողևուր, ասմա ծեր փող են տար չոն է, տարը հիբկյա, նույն Եվրոպային փողոտ դնում եք ծերքին, մենք մեր պահանջը ասե էսա, Արցախի տեղեկատվական շտաբավ, այդ ծեր մասավ, ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին, ազգային ժողովի նախագահներ են անետվանը կացած սկանումը, Արցախի ազգային ժողովի սայտավ հրապարակումը ներդրումային հիմնադրամի, յուղաջակցության հիմնադրամի, բոլոր նախարարություններից օգտված ու մեկ էլ Արցախից ով ինչ վաճառել է, թե չերես քաղաքաշինության նախարարություն, թե չերես ներդրումային հիմնադրամ, այսինքն նշում քաղաքաշինության նախարարություն, մի հատ տվյալ կա եկացած վերնշում, միգուցե ես սխալ եմ գիտում, բայց այդ ձևի մեկնաբանությունները կա վեր Արցախի քաղաքաշինության նախարարությունը մարդկանց ունեցվածնենք ինչ են կալար։ Նորից եմ ասում, սոր մուկ տեսնում եք ինտերնետը մը վեր, ջալալը տոնը ծախալա ետնան եկամ։ Նույն ձևից սաղեն եք օժում պարտատի, հասկանա, գուվայուրան ունեցվածքը ծախալ, նոր տեղափոխվալ հը։ Դուք գրանց ալեք հասարակական կազմակերպություն, այդպես է թե չէ։ Այո։ Այո։ Ձեր գորության համար։ Եկականեր ինչու ասալս ծիզներ կամազրայք։ Մերոք։ Ամեն ձևի կամեջի վրավ, համ կազմակերպությունը պինայից ասիք ուսեմեք եկան ասենաբերեցին իչուտեր ասանալավոս, ու կերկես հատ կետրվի իչտեր գրավ։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա երկուշաբթի օրը կքննարկենք նաև այդ հարցը, ձեզ տրամադրելու բոլոր այդ փաստաթղթերը եւ ձեր կողմից հրապարակելու։ Այսինքն մեր առաջարկածը միջև բարը կեսօր չեք կարող հրապարակել։
Ընդհանրապես իմաց չկա քո ասացումը։ Սա այս փաստաթղթերը մի րոպե, սա տրամադրված են ուժային կառույցներին, քննչական կոմիտեին, դատախազությանը, մեր կողմից իրանց կողմից արգարաված է։ Եվ մեր հանդիպումների ընթացքում դուք այդ հնարավորությունը կունենաք հաստատելու ինչ փաստաթղթերը իրենց փոխանցված, ինչ աշխատանքները իրականացված, այդ պահանջները միջև վաղը հրապարակեք, մի հրապարակեք, դա իրականությանը համապատասխան չի, որովհետև այդ տեղեկությունները պարունակում են անհատական գաղտնիք, վերը մունք որպես պետական մարմին իրավունք չունենք անենք։ Եթե դուք ի վիճակի եք իրավասու այդ ամեն ինչը անելու, պատրաստ եք ձեզ փոխանցիկ դուք հրապարակեք։ Այսինքն հնարավորություն չունի որպես Արցախի ազգային ժողովի նախագահ, խմբակցության ղեկավարների, որպես Արցախի հանրապետության ներկայացուցիչ նախագահ դուք իրավունք չունեք տեղեկատվական ապահով հիմնադրամը հետազոտությունների տեղադրեք, որպեսզի մեր ժողովուրդը գիտա, վստահ։ Հիմնադրամը տեղեկությունները բազմիցս անգամ հրապարակվել են տարբեր մարդկանց կողմից, տարբեր անձանց կողմից։ Դա պարունակում են անհատական տվյալներ։ Դրա հրապարակման լիազորությունը մենք չունենք։ Եթե դուք ուզում եք հրավեր դիմեք մեզ, մենք ձեզ տրամադրենք, դուք հրապարակեք։ Ուրեմն օրինակը դժվար Յուրեն ինչ եմ գիտալիս, յուրան ինքն է հրապարակալ իրան տեղեկությունները։ Շատ լավ, յուրա, ճղճղամ է։ Պատրաստը սեզ կայ ժողովորդի մեջին, Շախարամայան, առանձին ես տատուխոսիկ լրատվականեն նկարի։ Հանգիշտում ասып կլինուս, կեզ հարգելա, դու մեղավեր ծվեր տեղես, անային նկարի մարդը, կեզ կցան այդ օրը, դու մեղավեր ծես, կեզ լավ չիզ, բայց կաց։ Ունենալավ 46 միլիոն պարդ, դու 1000 դրամ չես պակա։ Եկացտեղ մենք… Արայիկը պիտի պակը, ես պակվածը մրեմ, ես պակվածը մրեմ, ես պակվածը մրեմ։ Ես տրամադրալա Արայիկ Հարությունյան հետ գումարները, բայց դու իրան դեմենես լա գործ ունելիս, հիմա դե ասեց սան կողովս։ Վերջացապ է, մի րոպե, երկուշաբթի օրը, սպասում ձեր նախաձեռնող խմբին, ձեր հետ միասին աշխատենք կազմակերպելու, և դուք կտեղեկացնիք մեր ժողովրդին, ես կամս։ Յուրան եթե եկած խոսում հա, ու իրեն կոներ էշտեցիլը, յուրեն նստաս, սումս վերջացունով վերջինավոր։ Սկսեցիք վերջացրեց։ Սկսեցիք վերջացրեց։ Հաջոր հարցս կերուք, այդ այսինքն արահամարում։ Արաշ արահար։ Հաջոր հարցս։ Հաջոր հարցս։ 10,000 հոգի մեր սոցիալական հարցավոր դյուսյայեկալ հանրապետության ազատության հրապարակ։ Մուկ ընդեպ փաստացի, կեցալ ենք անգլուց ձիավորների կարգավիճակը։ Խեչի օնիկ մզմարդ, մեր պատրաստա, համպեման ինքը խոսե, ամեն առաջնորդը ինքը ինի, եթե իրականում կա այդ պաշտոնը ու զբաղեցունումը, նորից եմ ասում, ամենայն հարգանքա, խեչիկ դյուսկյամ ժողովուրդ են տարվանը կերում, մզ ես պայի դուրությամբ, առաջնային ամենագլավնի արծը, մզ տարը հարկավին, մուկ եկալ չենք Արցախի ներկայացությունը, կապիկ, մարդիկ երտավ զանգնտամ, տղեք էտ ոզում եք Արցախի ներկայացությունը կապիկ, ոչ ժողովուրդ, կյամըք որպեսի Արցախի ներկայացությունը գործան է, խնդուրում եք պահանջում եք, շտե ժողովորդը ընդը տուկ, մեր պահանջը էտա, մեր ժողովուրդ են առաջնորդ ապետ։ Ուրեմն հիմա լսեք, ես արդեն պատասխանեցի, կապված իմ հրապարակում չներկայանալու հետ, մենք քննարկել ենք նախաձեռնող խմբի հետ, գտել ենք, որ նպատակարմար չներկայացությունը, բայց դա չի նշանակում, որ մենք մասնակցություն չենք ունեցել։ Մենք ինչ մեզանից կախված է, լիազորությունների շրջանակում դու տեղյակ ես, շատ մանրամասն։ Պետք չէ, քանի մեջ։ Չէ, մի րոպե, պետք չէ, քանի մեջ։ Ոչ, ոչ, չկա։ Հիմա պետք է լանդեր չքաղաքականացնել։ Եթե դեմը քննարկեցիք մի րոպե, այնա կա, այնա ստեղծված վրա։ Իջեցիք վրանում, քննարկեցիք իրանց գործունեությունը։ Ես քննարկումը չծնկում եմ։ Շատ լավ, երկուշաբթի կգաս քննարկումը կան։ Ներկայացուցությունը էս է, նորից ասեմ, Նապետ, ես անձամ քեզ, մի րոպե, անձամ քեզ, տարբեր ձևաչափերով ընդունալım, հիբը զանգստուվալ, եկալս, ես քեզ թե հարգալım, ընդունալım, հանդիպալım, և ստեղ, և դրսում, և ամենտեղ։ Ես, մի րոպե, ես խնդրում եմ, ես հարցը չվերացինք բանավեջի, հարցը բարձրացրալը ես իմ պատասխանը տուվալը։ Ես պատրաստում ձեր հետ միասին կատարել աշխատանք, երկուշաբթի ներկայացեք ժամը 10-ին
5 րոպե ժամանակորի կերպարում։ Խորհրդակցեք խմբակցության ղեկավարներին, ազգային ժողովի սայտով, ազգային ժողովի պատգամավորները պահանջում են ներդրում են հիմնադրամի, ընդհանուր սպիսկը ու հրապարակ։ Ժողովուրդ երկու գիտամ 30 միլիոն դրամ, հատոսի երակալը, գիրիմի մգերիս ասիք նևեր չտարամ, մատացի, գիրիմի հետ է կարակումա չնկի, կյաստղաս է ոստիկանությունից բաղրտան է, հելամիներ կոամես հետ պահել, պատասխան տվացեք մս, պատրաստեք որևիցե մի կառույց, Երեկատվական շտաբի սայտավը կամ ազգային ժողովի սայտավը, հրապարակի ու շքանա դժմենություն ալը ժողովուրդը։ Մի րոպե նախ, եթե ձեր ասածը չի հակասում օրենսդրությանը Հայաստանի Հանրապետությունում գործող անձնական տվյալների պաշտպանության մասին, քննարկեք ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի հետ, ես դեմ չեմ, ես խոսք եմ տալի դա տեղեկատվական շտաբում կհրապարակում։ Քննարկեք, մի րոպե, ախր դա խնդրել է, չէ՞ դա օրենք կա, պենկա, օրինց դուրս։ Հիմա եթե քո տվյալները հրապարակենք։ Դու հրապարակ եք քո տվյալները, ինչքան բարդ կունիս։ Չէ, դու քո մասին Մենք էլ եկեղեցին արդեն մարդկանց խաչում, եկեղեցին, հասկանում ուք։ Ես պատրաստում։ Հիչնա ասում փողոստական փողոստուաչած Ասում что տաստաս աշկտուս բիդեոնից։ Հատե համոթ հետա վերանում։ Լավ, այստեղ անձնական հարցեր չեմ բարձրացնում։ Մի վարքյան, այստեղ անձնական հարցեր չեմ բարձրացնում։ Չէ, ասում հիմա եթե քունը հրապարակին, քեզ դուր գուք է դա։ Դու պատրաստ ես դա հրապարակից։ Շատ լավ։ Քննարկեցիք ազգային ժողովի նախագահի հետ եւ ներկայացրեցիք առաջարկություն։ Եթե դա հակասում չի, ստեղ մեր զոնիկ նաեւ մարդու իրավունքների պաշտպան։ Գեղամը Ստեփանյան։ Եթե Գեղամը Ստեփանյան հաստատում ա, որ դա հակասում չի, մեր օրենսդրությանը պատրաստ ենք հրապարակել։ Այսինքն դա հնարավորությունը բուկուսոնի դրի պաշտպանում։ Հասկանում, խնդիրը ազգային ժողովի նախագահի նորից դիմումը կամակցած ղեկավարները Սա խորհրդի դիստիկան, այդ չկանեմ պահարշտա ժողովուրդական, ընդհանուր, մին հոգին է չի վերտանն դեմը պեր հրապարակի, ակայիկա, մին հոգին ու երնի, նաշ, գյուդուք խորկապետ է, մսանը թվանացը, Իմ առաջարկս հետևյալն է, քանի վեր կա նախաքննության գաղտնիություն, վերեմ ու իրավունք չունենք, նաև խախտենք, ես առաջարկում եմ, առաջիկայում ուժային կառույցների հետ հանդիպելուց հետո Եթե այդ հարց իրանց կողմից խնդիր չառաջացնում, մեր կողմից հրապարակենք այդ ցանկը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների մասին է խոսքը։ Քանի որ մենք այդ հնարավորությունը չունենք, դիմալ ենք իրանց։ Մեր խնդրում ենք այդ հարցը լուծեցիք իրավական տարբերակով։ Իրանց հանա պիտի հրցնենք։ Տեսնակ իրանք դեմանը վերմուխտա հրապարակել, որտեղ քրեական գործ է հարուցված, այդ շրջանակներում նախաքննություն է։ Երկու պահանջորի ճոխտնել հստակ ներկայացնալ։ Ասել ժողովուրդ են հասկանալի, ասում ես իմ ասաուս Պահանջը պիտի իրականել լինի։ Հիմա այդ օրենքին հակասում է, դա հնարավոր չի իրականացնել։ Մինեն ենա, վերմազանած հանարած, հստակ, հրապարակի, սայտերավ, մինեն ենա, եթե դու կենես տը, ուրեմն մզնեն վերդը մենակ դու իրավոք։ Վերջ, որպեսի տենքան կողքը, այսիս է շկինի բեկլան արտակ են կողքը, կամ թակվես է կողքը, կամ իրակոս են։ Դուք եկար չկես ասից կանս եք դյուսեք, ետ դյուսվեք են։ Դա որոշվոլանա գյուդումը գիպ, հիշ կարկավ։ Հու յուրանը կարաչատր է, հու ինչ, թեմա կպենակաս է, ես էսում կարոմանի գիսեն, էսում կարոմանի։ Ժողովորդը ընդհանուր իրականությունը տստալանա, կելանա էլ այրան կարծիքա ասի, բայց ասում, երկու հարց, վզանա թալանած է հրապարակումը, երկու կայքավ, ազգային ժողովի սայտնա տեղեկատվական շտաբը։ Մինքեն մս տարը կկաղնը, վերջ։ Ձեր հարցի պատասխանը ես տվալում։ Եթե դա ձեզ բավարարում է, ես ձեզ երկուշաբթի սպասում եմ ձեր առաջարկին։ Պատիվական կներեք, խնդրեմ ճիշտան պայմանցուս կամա։ Միացնի հարց, չէ մի վայրկյան կարճ բերում է։ Ինչ վերաբերում է դատախազության այսի։ Երկուշաբթի հանդիպելի մեր իմաստը իջումն է։ Ու կարիք հազիրեն ու լողստ է։ Օրը ժամը ասիկ դատախազության ռճի, խնդիրը նրան չի վերին։ Չէ մի վայրկյան լի։ Եթե օրը ժամը ասում եք երկուշաբթի օրը ժամը 10-ին, 11-ին, 12-ին դատախազության առջև դե խնդիրը համեջա վերցնել հենգրկի 6 հոգին ապրիցրիցինի մտնի վիզա որ ինչպես չունի քննարկել Ես իմաց կտեսնում այդքան ժողովրդին գործից կտրենք ամեն դնում տանենք ինչ-որ մինտեղ կգնացնենք լսե էլի արդու
ասեմ ես իմաստ չեմ տեսնում, այսքան ժողովրդին ամեն օր կտրել, ուտել սա երկար պրոցես է։ Ես պատրաստում երկուշաբթի օրը ձեզ լսին, ձեր առաջարկությունները ներկայացրեցինք, մեր խողովակները փորձենք պայմանավորենք հանդիպում։ Եթե հանդիպումը չի իրանք պատրաստ չինին հանդիպել, նոր պատրաստենք այսքան ժողովրդին հրավիրենք միասին գնանք հանրային ճնշումների ներքո այդ հանդիպումը կազմակերպենք։ Սիգոյտա, ժողովուրդը պատրաստ է, ինքը կարող է հայտարարել։ Պատրաստն ինքը ջան, դեռ չտավոյած գործա, բայց հանրային ճնշումը նամանավատ դուք կասել եք, դա է տարբերակը։ Դա այն դեպքում ավելի լավ կլիներ, ժողովուրդը իշխան շատ, այնքան ավելի լավ։ Դա է տարբերակը։ Ես ասեմ, եթե դուք փորձում եք հանրային ճնշում գործադրեք, ես միայն ողջունում եմ։ Հիմա ոնց եկալ եք ստեղ նույն տարբերակով կարիք ունեք դատախազության, պահանջիկ մի րոպե, չէ, ես ասեցի, որ նպատակարար չեմ գտնում, այդ ձեր շարժմանը միանալով։ Ես պատրաստում ձեր հետ միասին պայմանավորենք դատախազի հետ, մեզ ընդունենք գնանք հարցերը քննարկենք։ Դուք դուրս եկեք, մի վարք դուք դուրս եկեք եւ ներկայացրեք հանրությանը, քանի որ դուք եք կազմակերպիչներ։ Ինչ եք քննարկել եւ ինչ հարցեր կան դուք։ Այս դատախազության չի շատ ուղղվի։ Քանի օգտագործում եք եկեք։ Որ ժամը դուք ինքներդ պայմանավորեք, դուք եք կազմակերպիչները։ Ես երկուշաբթի 10-ին ձեզ սպասում եմ։ Խնդրում եմ ներողություն ես անհանգստության համար բոլորին, այդ լրագրողներին, շնորհակալություն։ Շնորհակալ։